Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Հայ-ԱՔՖ միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանն է։ Բարև ձեզ Տիկին Կոստանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Տիկին Կոստանյան, այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ Արարատ Միրզոյանը մոտեցավ եւ Նիկոլ Փաշինյանի ականջին շշնջաց, որ թուրքերն այսօր բացում են արտահայտությունը, չնկատելով կամ չցանկանալով նկատել, որ Նիկոլ Փաշինյանի վրա բարձրախոս էր փակցված։ Ձեր գնահատմամբ ինչ է տեղի ունենում հայ-թուրքական ճակատում, արդյոք նախատեսում է առաջիկայում սահմանի բացում կամ մասամբ բացում, թե պարզապես իշխանությունը նման ակնկալիքներ է ցանկանում մեր հանրության շրջանում գեներացնել։ Իրականում այս մարդիկ այնքան շատ ստեր ու կեղծիքներ են տարածել 8 տարիների ընթացքում, որ կարելի է չբացառել նաև, որ սա բեմադրություն էր ըստ էության, որոշակի տրամադրություններ հանրային դաշտում հայ քաղաքական այսպես գեներացնելու, օրակարգ ստեղծելու, դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնելու, հանրային ուշադրությունը շեղելու, մի խոսքով այնպես որ չի բացառվում, որովհետև ամեն դեպքում, եթե կադրում նկատում եք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջում ցույց է տալիս, որ զարմանում է։ Այո, միկրոֆոն կա։ Գիտենք մենք, որ վերջին ամիսներին շատ է խոսվել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ որոշակի զարգացումների մասին, նաև սահմանը բացելու նախապատրաստական աշխատանքներ էին տարվում, կամուրջ վերանորոգել, այդպես հանդիպումներ եւ այլն։ Էրդողանը ասում էր նախորդ տարի, որ հաջորդ տարեսկզբին խորհրդանշական քայլեր կլինեն, որոնք այդպես էլ չեղան առեսպահը։ Այո, ըստ էության չեղան եւ դա առաջին հերթին պայմանավորված էր, որովհետեւ բազմիցս եւ քանիցս Թուրքիան հայտարարել է ամենաբարձր մակարդակով, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը մեծամասամբ կապված է հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Մենք գիտենք, որ հայ-ադրբեջանական այսպես կոչված ֆրոնտում գործերը այնքան էլ լավ չեն, մեծ եղբայր Նիկոլ Փաշինյանի մեծ եղբայր Ալիևը որոշակի պահանջներ ունի, այդ թվում սահմանադրության հետ կապված, որոնք այս պահին փաստացի դեռևս անիրականանալի են դառնում։ Հետևաբար նաև հայ-թուրքական հարաբերությունները այս առումով որոշակիորեն տուժում են, սակայն նորից այս օրակարգը, որը այսպես շատ պատահական քարոզարշավի մեկնարկն է, արդեն մի քանի օր անցել է, 4-րդ օրն է, թե 5-րդ օրն է եւ մեկ էլ հանկարծ տեսախցիկների առաջ խոսում են թուրքերին welcome հղելու մասին, կարծում եմ հասարակության ամենաշատ հետաքրքրող հարցը սա է այս պահին։ Եկեք հիշենք, որ ընդամենը 1 օր առաջ, երբ Փաշինյանը իր քարոզարշավային խմբակով վերադարձավ Սյունիքի մարզիչ, տարբեր ընդդիմադիր լրատվամիջոցներ տարածեցին, որ դժգոհություններ կան, որովհետև ըստ էության այնտեղ այդքան էլ մեծ եւ բուռն չի եղել նրան դիմավորելը, չի բացառում, որ այս օրակարգը ստեղծվեց հենց այդ տրամադրությունները շեղելու համար։ Իսկ առհասարակ ձեր դիտարկմամբ որքանով է նորմալ, որ Հայաստանի նման երկրում կառավարության առանցքային անդամները, վարչապետը, արտաքին գործերի նախարարը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մեկ ամիս շարունակ իրենց բանուգործը, այսպես ասած, թողած զբաղված են նախընտրական քարոզարշավով։ Իհարկե նախկինում էլ էր նման բաներ լինում, բայց ես օրինակ չեմ հիշում, որ արտաքին գործերի նախարարը անկախ նրա անձից ներգրաված լիներ նախընտրական քարոզարշավում։ Սա հուշում է ամենաառաջին հերթին մեկ բանի մասին, որ այս մարդիկ հերթական անգամ դրսևորում են ոչ կոմպետենտ վարքագիծ։ Այսինքն Հայաստանը այնքան անդարդ, անցավ եւ անխնդիր վիճակում է, որ իրենք հանգիստ կարող են նույնիսկ պաշտպանության, դուք ասում եք արտաքին գործերի նախարարը, ես կասեմ պաշտպանության նախարարը, որը կարևոր առաքելություն ունի մարտահրավերների առջև կանգնած երկրի համար լուծելու, քաղաքացիական հագուստներով չի խորշում նաեւ քաղաքական տեքստեր արտաբերելուց։ Ոչինչ զարմանալի չկա, բնականաբար այն միլիոնավոր պարգևավճարները, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգի տարբեր պաշտոնյաներ այս տարվա սկզբից ի վեր ստացել են, նրանք պետք է վաստակեն այդ ցույց տալով, որ ամեն ջանքներ դնում են, քարոզարշավը լավ, բարեհաջող տանելու եւ հունիսի 7-ին մաքսիմալ քվեներ վաստակել։ Իսկ դրա համար էին ստացել այդ գումարները ձեր կարծիքով։ Իհարկե, կասկածում եք, 1 րոպե չկասկածեք, այդ միլիոնավոր պարգևավճարները օրենքով ապահովագրված կոռուպցիոն մեխանիզմներ են, այսինքն ոնց պիտի տային Նախկինում շատ խոսել էր ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը ծրարով նախորդ նախագահից տարբեր քաղաքական գործիչների
գումարներ ստանալու մասին, հիմա ինքը հոնույնը չէր անելու, ինքը պետք է մտածեր ավելի օրինական ճանապարհ եւ օրինական ճանապարհը իհարկե պարգևավճարների տալ։ Եվ եթե օրինակ հետաքննող լրագրողները ժամանակ եւ տրամադրություն ունենան, կարող են ուսումնասիրել, թե այդ պարգևավճարները չէ, որ հիմնականում մեծ գումարները էլեկտրոնային տարբերակով են, այսպես ասած, օգտագործվում, դա կարելի է մեծ ցանկության դեպքում շատ հանգիստ հետևել եւ հասկանալ ուր են գնացել։ Եթե իհարկե ցանկությունը կա, ամենակարևորը։ Իհարկե, եթե ցանկությունը կա։ Ոտքին Կոստանյան, նախընտրական քարոզարշավ նորեցօր ավելի է սրվում, մեր հանրությունը մեկ ամսից էլ ավելի քիչ ժամանակ ունի կողմնորոշվելու համար, թե հունիսի 7-ին ում օգտին է քվեարկելու։ Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք process-ը, որքանով է սա արդյունավետ համարում, արդեն իսկ մեկնարկած քարոզարշավը, որքանով են քաղաքական ուժերը ժողովրդի հետ ազնիվ խոսում մաքսիմալ, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ իշխանափոխություն տեղի ունենա, եթե իհարկե նման հնարավորություն կա։ Եկեք շատ անկեղծ լինեմ, այս նախընտրական քարոզարշավային տրամադրությունները շատ չեն տարբերվում նախորդ տարիներին եղած քարոզարշավներից, ըստ էության բավականին հետաքրքիր պոպուլիզմ է հիմա եւս կիրառվում, տարատեսակ խոստումներ, արդյոք սա ազնվության եւ անկեղծության մասին է եւ կարելի է այսօրվա քաղաքական դերակատարներին, որոնք ըստ էության բավականին խոշոր բևեռներ են ձևավորել հայ քաղաքական դաշտում, նրանց զուգահեռներ տանել նախորդ ընտրությունների տրամաբանության հետ, դա ցույց կտա արդեն ապագան իրենց խոսքը եւ գործը համընկնում են, թե չէ, բայց կարող եմ ասել, որ համենայն դեպս այն հռետորաբանությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միգուցե կուզեր տեսնել, դա որոշակիորեն համենայն դեպս ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի բացակայում է։ Դա առաջին հերթին կարող էր ենթադրել նաև Արցախի ամենատարբեր իրավունքների հետ կապված պլանները, որը այս պահին պարզապես մակերեսային հայտարարություններով կամ չեն խոսում կամ մակերեսային հայտարարությունների մակարդակում են խոսում։ Հետևաբար ես միևնույն ժամանակ չեմ դատապարտում նաև այն մարդկանց, որոնք սոցիալական տարատեսակ խնդիրներ ունեն եւ բնականաբար սա իրենց համար օրախնդիր է եւ առաջնային հարց է, բայց ավելի հեռանկարային Հայաստանի Հանրապետության, ընդհանրապես հայ ժողովրդի գոյության եւ անվտանգության տեսանկյունից եթե նայում ենք, ինձ համենայն դեպս չի բավարարում հռետորաբանությունը, որ կիրառվում է քաղաքական դաշտում բոլոր ուժերի կողմից։ Առավել եւս մասնավորապես Արցախի դրվագով են հիմնական Եվ Արցախի եւ առհասարակ արտաքին քաղաքականությունը վարելու տեսանկյունից Արցախի հարցը տեղավորվում է Հայաստանի արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ, այսինքն սա բաղադրիչ մաս է, արտաքին քաղաքականության վերաբերյալ ազդակները բավարար չեն։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, հիմնական ձեր դժգոհությունը կապված է նրա հետ, որ առանցքային ուժերը հայտարարում են, որ իշխանության գալու դեպքում կասկածի տակ չեն դնելու եւ չեն հրաժարվելու Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորություններից։ Գուցե սա ուղղակի ձևով չի ասվում, սակայն անուղղակի ենթատեքստը հասկանում ենք հենց այդպես։ Մյուս կողմից նաև չեմ կարող խիստ դատապարտել, քանզի բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բաժանվում են տարբեր էլեկտորալ զանգվածների եւ յուրաքանչյուր զանգված իր, այսպես ասած, համարձանկալի ուղերձները պետք է ստանա եւ գուցե այս ուղերձները հենց այդ նպատակն են հետապնդում չվախեցնելու մարդկանց հերթական, քանի որ արդեն իսկ գործող վարչախմբի կողմից ուղակի մեղադրանքներ կան, որ ընդդիմությունը պատերազմ է ուղղում, ես կարծում եմ այդ հռետորաբանությունից խուսափելու եւ այդ թեզերի կեղծիքի տակ չմնալու համար նրանք խուսափում են ուղակի հստակ ձևակերպելու Հայաստանի արտաքին անվտանգային հեռանկարները։ Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու սցենարը որքանով է իրատեսական համարում, հաշվի առնելով այն իրողությունները, որը մենք գետնի վրա ունենք, եւ ամենակարևորը անկախությունից ի վեր մենք ցավոք սրտի որևէ դեպք չենք ունեցել, երբ Հայաստանում ընտրություններով իշխանություն կփոխվեր, միշտ տվյալ պահի գործադիր իշխանությունը հաղթել է նաեւ փաստացի քվեարկության ժամանակ։ Ընդհանրապես վերջին շրջանում շատ հետաքրքիր հռետորաբանություն եմ քաղաքական ուժերի կողմից նկատում, որ Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի ընտրությունների միջոցով, բայց այստեղ կամ
երկակի ստանդարտներն են գործում կամ պարզապես այս մարդիկ մոռացել են 2018-ը եւ 2018-ին իշխանափոխությունը կարելի է դրան տարբեր անուններ տալ, բոլորովին ընտրությունների միջոցով չեղավ, այլ եղավ փողոցով։ Հետևաբար չի կարելի որևէ կերպ բացառել նաև փողոցի միջոցով իշխանության փոփոխության հնարավորությունը։ Սա եւս մարդկանց, սահմանադրորեն ամրագրված իրավունք է, մարդիկ իրենց բողոքը կարող են արտահայտել դրսում բարձրաձայնելով խնդիրների մասին։ Բայց մենք ունենք մի իշխանություն, որը չի խորշելու անգամ ուժի կիրառելուց, մենք Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն ենք հիշում եւ հունիսի 12-ի ամոթալի միջադեպերը, երբ խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ կիրառեց իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն էլ ազգային ժողովի անձնից հայտարարեց, որ ոստիկանները կխրախուսվեն։ Ես կարծում եմ, եթե մի դեպքում կամ մի քանի դեպքում չստացվեց, չի բացառվում, որ մեկ այլ դեպքում եւ այլ պարագաներում կստացվի եւ պետք չէ հուսալքվել եւ ձեռք քաշել բոլոր հնարավորություններից, սահմանադրությամբ երաշխավորված հնարավորություններից։ Հետևաբար, այստեղ շարունակական պայքարի մասին է, որը իրենից ենթադրում է բոլոր ուղղություններով հետևողական կռիվ։ Եվ ընտրությունների միջոցով ընտրությունները հերթական, այսպես ասած, բաստիոնն է, որպեսզի տեսնենք հնարավորություն ունենք այդ մակարդակը անցնելու եւ փոխելու իշխանությունը։ Եթե դա չստացվի, արդեն կարելի է սկսել մտածել դժգոհությունը սահմանադրորեն թույլատրելի այլ տարբերակներով արտահայտելու մասին։ Եվ այս պահից է սկսած պետք մտածել ոչ թե այդ վիճակին բախվելուց հետո նոր post-factum։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտի հիմնական խնդիրը կայանում է նրան, որ սպոնտան, այսինքն հանպատրաստից են բոլոր քայլերը իրականացվում եւ այսպես երկարաժամկետ գործողությունների պլան չի ենթադրում իրենից պայքարը։ Հենց այստեղ է, որ մենք անընդհատ պարտվում ենք։ Մենք պետք է հասկանանք, որ իշխանությունները երբեք հեշտ չեն հանձնում իրենց շնորհված կամ իրենց վերցրած այդ լծակները, որովհետև հասկանում են, որ բազմաթիվ խնդիրներ են թույլ տվել այս պարագայում 8 տարիների ընթացքում վստահորեն կարելի է ասել հակապետական եւ հակաազգային։ Եվ սա շատ լավ հասկանալով իրենք պատրաստ են մինչև վերջ գնալ, պայքարել, նույնիսկ կեղծիքների միջոցով, դա կարող են օրինականացված ձևով անել, կարող են ընտրախախտումների միջոցով անել, դա կարող են մինչև ընտրությունները տարատեսակ երաշխիքներ մարդկանց խոստանալու միջոցով, բայց ամեն ինչ անելու են, որպեսզի առայժմ չթողնեն իշխանությունը, գուցե առաքելությունը միջև վերջ տանելու, գուցե ապահովագրվելու, որ հետագայում կարողանան սեփական անվտանգությունը եւ իրենց ընտանիքների համար ապահովել։ Տիկին Կոստանյան, մենք տեսնում ենք, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը հանրությանը պատերազմով է շանտաժանում, հայտարարում են, որ եթե սահմանադրական մեծամասնություն չստանան, ապա սեպտեմբերին ժամկետներն էլ զարմանալիորեն գիտեն, աղետաբեր պատերազմ է լինելու, իսկ առանցքային ընդդիմադիր ուժերին էլ անվանում են պատերազմի եռագլուխ, երբեմն նաև քարագլուխ կուսակցություն։ Ձեր գնահատմամբ մեր հանրությունը որքանով տեղի կտա այս շանտաժին եւ ամենակարևորը ընդդիմությունը բավարար աշխատանք կատարում է քարոզչական այս թեզը, նարատիվը չեզոքացնելու եւ դրա ազդեցությունը մաքսիմալ զսպելու ուղղությամբ։ Չի կարելի ուրանալ ընդդիմության տարբեր դերակատարների կատարած աշխատանքը, որովհետև այնուհանդերձ նրանք փորձում են այսպես դիմադրություն ստեղծել այս տարածվող կեղծ թեզերին, բայց պարզապես կարելի է կողքից խորհուրդ տալ, որ չընկնեն եւ չփորձեն ապացուցել, որ իրենք այն ուխտը չեն, որի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Հակառակը պետք է Նիկոլ Փաշինյանի ստերն ու կեղծիքները դիմակազերծել։ Ամենալավ պատերազմի ուժը, քան Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրն է, ոչ ոք չի կարող ստանձնել։ Սա փաստացի ապացուցված 8 տարի շարունակ ապացուցված իրողություն է, դրա մասին նույնիսկ կարիք չկա անընդհատ խոսել, որովհետև մենք այս երկրում ենք ապրում եւ տեսել ենք բոլոր իրադարձությունները մեր աչքի առաջ ու նաեւ զգացել մեր մաշկի վրա։ Հետևաբար անընդհատ մարդկանց պարզապես պետք է հիշեցնել հերթական ստերի մասին, ինչ ստեր են, ինչ խոստումներ են տվել եւ ինչ են արել, իրականացրել են այդ տված խոստումները, թե հերթական անգամ տարբեր խալտուրաներով լղոզել, գնացել եւ փորձել գտնել պատճառաբանություններ
գծելով ուրիշների գրպանները։ 21 թվականին Արցախի մասով ինչ էին հայտարարում Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության եւ ինչ տեղի ունեցավ հետո։ Այո, ոչ միայն Փաշինյանը, այլ իր թիմակից բոլոր քաղաքական գործիչները։ Հետևաբար ես կարծում եմ ուժերը չպետք է թույլատրել, անընդհատ պետք է ստերի եւ կեղծիքների մասին խոսել, հիշեցնել մարդկանց, ցավոք սրտի մեր խեղճ ժողովրդի հիշողությունը կարճ է։ Դա իր գուցե տրամաբանական կամ օրինաչափ բացատրություններ ունի, որովհետև սովորական խնդիրներով լեցուն կյանքով ապրող քաղաքացին պարտավոր չէ ամեն քաղաքական process-ի հետևի եւ հասկանա ինչ է կատարվում, մեծ վերլուծություններ անի եւ կարող է շատ հեշտ մանիպուլացվել այս տեսակ կեղծիքով ու ստերով ու ընկնել թակարդը եւ հերթական անգամ եւս 5 տարի այդ կեղծիքի մեջ ապրել։ Այս մարդկանց պետք է խելամիտ եւ իրենց հասանելի առօրյա լեզվով բացատրել։ Հիմա եթե մի պահ լավատեսական սցենարով առաջնորդվենք ու պատկերացնենք, որ հունիսի 8-ի առավոտյան մենք արթնանում ենք, դժվար թե քնած լինեինք, գիշերվանից կհետևեինք արդյունքներին, բայց այնուամենայնիվ եւ տեսնում ենք, որ հավաքական ընդդիմությունը իշխանություն վերցնելու համար բավարար թվով ձայներ կարողացել է ստանալ։ Ինչ եք կարծում, այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է խաղաղ եւ անցնցում կերպով ամենակարևորը հեռանալ իշխանությունից եւ եթե դա տեղի չունենա, որի հավանականությունն էլ է մեծ, ընդդիմությունը ինչ ճանապարհով պետք է իր հաղթանակը արդեն հողի վրա որը ունի պահի եւ վերցնի իշխանությունը։ Ես կարծում եմ այստեղ առաջին հերթին ընդդիմության տարբեր թևերի միջև հնարավոր համագործակցության շանսերն են, այսինքն ընդդիմությունը այս պահին հասկանալով, որ բավականին լուրջ հնարավորություն ունի, այսինքն համատեղ համագործակցության միջոցով, մեծամասնություն ձևավորելու պետք է դադարեցնի իրար մեջ շարունակական այդ գզվռտոցը, միմյանց մեղադրանքները եւ արդեն իսկ այս պահից սկսած պայմանավորվի։ Արվում է թե չի արվում չեմ կարող ասել, քանի որ ինքս այսպես ասած անմիջական մասնակցություն չունեմ։ Իսկ ինչ ակնկալել Նիկոլ Փաշինյանից, Նիկոլ Փաշինյանը այն քաղաքական դերակատարն է, որը բազմիցս ապացուցել է, որ անկանխատեսելի է։ Նա կարող է մի բան ասել եւ անել լրիվ տրամագծորեն հակառակը, այնպես որ այսպես եթե հակիրճ ասեն, կարելի է սпасել ամեն ինչ, ընդհուպ մինչեւ սեփական ժողովրդի վրա նաեւ իրավապահ համակարգը ճակերտների մեջ ասած քսի տալը, այլապես ինչի համար են բազում բազմաթիվ ոստիկանները, գվարդիաները ձևավորված, որոնք բարձրացված աշխատավարձերը, այո, որոնք իրենց բուն գործառույթը իրականացնելու փոխարեն քաղաքացիական եւ հասարակական կարգը հսկելու փոխարեն հակառակը քաղաքական դերակատարների հետևից են գնում, ասվածներին փռում, բանտերին պահում եւ այլն։ Սա ինչ որ բանի համար ստեղծվել է եւ հուսանք Աստված տա չհասնի բանը նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր հայրենակիցների դեմ դուրս գա։ Իսկ ինչ եք կարծում, ոստիկանությունը ուժայինները կգնան այդ ճանապարհով, երբ օրինակ տեսնեն, որ ընտրությունների արդյունքներով արձանագրվել է Փաշինյանի պարտությունը եւ իրենք փաստացի հանցագործության մաս են դառնալու այս դեպքում, եթե գնան այդ ճանապարհով։ Իրենք չեն ուզում ձերբազատվել։ Չեմ կարող ասել, դա մի բան է, այսինքն սև արկղ է, որի մեջ հասանելիություն ունի միայն Նիկոլ Փաշինյանը եւ նա գիտի, թե ինչ խոստումներ է տվել իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչներին եւ ինչ քայլեր կարող է պլանավորել։ Հուսամ բանը դրան չի հասնի եւ խելամիտ կգտնվի հասկանալով, որ անվերջ չի կարելի իշխանությունը պահել եւ իշխանությունը, եթե դու ինքդ քեզ համարում ես, ժողովրդավարության սկզբունքներով իշխանության եկած մարդ, ապա առնվազն պետք է կարողանաս այդ սկզբունքները, որը ինչ որ մի ձև որդեգրել ես, պահես։ Եվ իշխանությունը հավերժ չէ եւ իշխանությունը ինչ որ մի օր ձեռքիդ չի լինելու։ Գոնե փորձիր այնպես անել, որ մինչեւ կյանքիդ վերջ սև պատեր եւ մեկ փոքրիկ լուսամուտ չտեսնես։
Եվ Տիկին Կոստանյան, ընտրությունների մասը ամփոփելով, ձեզ համար հասկանալի է քաղաքական ուժերի նման մեծ մասնակցությունը, 19 քաղաքական ուժ է մասնակցում process-ին, իհարկե 21 թվականի համեմատ սա 5 ուժով ավելի պակաս է, այն ժամանակ 24 թե 25 ուժ էր մասնակցում ընտրություններին, մեկը հետո դուրս եկավ իհարկե, բայց այնուամենայնիվ 2.5 միլիոն ընտրող ունեցող երկրի համար սա շարունակում է բավականին մեծ թիվ մնալ։ Ինչու են մի շարք ուժեր մտել ընտրապայքարի մեջ, շատ լավ իմանալով, որ անցողիկ շեմը հաղթահարելու անգամ տեսական շանս չունեն։ Շատ հետաքրքիր թեմա է բարձրաձայնում, որը շատ ավելի երկար զրույցի առիթ է հանդիսանալու։ Ես կարծում եմ այս պատկերը Հայաստանի Հանրապետության 30-ամյա անկախ պետականության ձախողման թիվ 1 պատճառն է։ Սա իրենից ենթադրում է պառակտում առաջին հերթին։ Եթե մենք որպես փոքրիկ պետություն եւ հազարամյա պատմություն ունեցող ազգ պետք է ակնկալենք մեր գոյատևումը այս տարակացայով եռացող տարածաշրջանում եւ փորձենք մեր ինքնությունը պահենք, պետք է հասկանանք նաեւ, որ առաջին հերթին գաղափարն է եւ գաղափարի հետևից պիտի գնանք։ Տարատեսակ կուսակցությունները երկար բարակ ձևակերպումներով գաղափարի մասին չեն բոլորովին եւ սա չի ենթադրում իրենից բազմակարծություն, այլ ենթադրում է պառակտում եւ առաջին խնդիրն է Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման վերանայել այս մոտեցումը։ Ինչ ճանապարհով։ Կուսակցությունների մասին օրենքը փոփոխելու եւ սահմանադրության համապատասխան դրույթները վերանայելու։ Եվ կանք արդեն Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վերջին գագաթաժողովին, որի գլխավոր նպատակը քարոզչականներ, այն է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը նպաստելը, մասնակցող դերակատարները անգամ չէին էլ թաքցնում, որ իրենք մեծ հաշվով սրա համար էին հենց Երևանում։ Այնուամենայնիվ, ձեր գնահատմամբ ինչ տվեց այս գագաթաժողովը, դրա ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, ստորագրված հուշագրերը Հայաստանի Հանրապետությանը, արդյոք դրանք արևմուտքի հետ մեր հարաբերությունները, համագործակցության մակարդակը կարող են որակապես նոր մակարդակի տեղափոխել, ինչպես դա հայտարարվում է եւ հրամցվում է մեր հանրությանը։ Ես կարծում եմ, այս գագաթնաժողովը հերթական PR ակցիան էր, որը իրականացվեց Հայաստանում, ընդ որում ուզում եմ հիշեցնել, որ Եվրոպական քաղաքական համայնք գագաթնաժողովները նախաձեռնվել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Էմանուել Մակրոնի կողմից եւ տեսնելով նաեւ հետևելով իրենց երկրում քաղաքական իրադարձություններին, դժվար չէ կռահել, որ պարզապես փորձ է անում իր մարող վարկանիշը, այսպես գոնե որոշ չափով չթողնել, որ շրիշակից ներքև ընկնի։ Ինչ տվեց Հայաստանին առարկայական առումով, ես կարծում եմ հերթական բյուրոկրատական միջոցառումներ, որի արդյունքում ծախսվեցին միլիոնավոր դրամներ, իրենց կողմից գուցե միլիոնավոր եվրոներ, բայց առարկայական Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը չբարելավեց եւ չեմ էլ կարծում, որ կբարելավի, քանզի Հայաստանը եւ Եվրոպան համագործակցության լուրջ եւ համապարփակ մի պայմանագիր ունեն, որը կնքվել է 2017 թվականին առաջ, այո, շուրջ 10 տարվա պատմություն ունի եւ եթե մենք ուզում ենք Եվրոպայի հետ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի բերել, առաջին հերթին ՍԵՊ-ան պետք էր ինչ բառ օգտագործեմ, այսպես գոնե մի քայլ առաջ տանել։ Իսկ մինչ այդ մենք ունենք թերակատարված ՍԵՊ-ա գրեթե բոլոր ուղղություններով, գրեթե չէ, բոլոր ուղղություններով։ ՍԵՊ-ից այն կողմ նոր պայմանագրեր ստորագրելը ուղղակի PR ակցիայի հերթական դրսևորումն է։ Եվ ըստ էության ներողություն քաղաքական աջակցություն Եվրոպայի կողմից ընտրություններից 1 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի, սա ուղիղ աջակցություն էր։ Քանի որ հիմնականում դեկլարատիվ բնույթի պայմանավորվածություններ են, որևէ իրավական պարտադիր կատարման ուժ չունեն եւ չեն էլ ենթադրում կոնկրետ գործողություններ եւ կոնկրետ քայլեր, որը օրինակ ասենք 1 ամիս հետո որոշակի աջակցություն։ Մինչև այս գագաթնաժողովը Եվրոպայի կողմից շատ կոնկրետ քայլ եղավ, միլիոնավոր եվրոների հատկացումներ ուղղված Հայաստանում ներքաղաքական
դաշտի միջամտությանը, հիբրիդային հարձակումների դեմ պայքարը, պատերազմների դեմ պայքարի անվան տակ այ սա աջակցություն, շատ գործուն աջակցություն։ Իսկ մեր հանրությանը ամենից հաճախ տրվող խոստումը վիզաների ազատականացումն է, որոշակի հայտարարություններ այս մասով եղան, նաև հայտարարվում է, որ Հայաստանը այս պահին միակ երկիրն է, որի հետ նման գործընթաց է իրականացվում։ Անձամբ ինչ դիրքորոշում ունեք, ավելի ճիշտ կլինի ասել հավատում եք, որ օրերից մի օր Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք կհասնենք այս գործընթացին, որ իսկապես Հայաստանի քաղաքացիների համար վիզաները ազատականացված ռեժիմ կգործի։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը այն գործիչը չէ, ով բարձրակարգ արտաքին քաղաքական կուրս է տանում եւ ուշտված է դիվանագիտական այնպիսի հմտություններով, որ կարող է դրան հասնել, եւ հակառակը մենք չմոռանանք, որ ամիսներ առաջ հակառակը վիզայի հետ կապված Եվրոպա հայերի վիզայի դիմելու process-ների հետ կապված տարատեսակ խնդիրներ առաջացան։ Սա հենց հուշում է, որ ոչ թե գնում է լավարկման ուղղությամբ, այլ հակառակ ուղղությամբ։ Անկեղծ ասած չեմ հավատում, բայց կարծում եմ, որ ավելի առողջ տրամաբանության, որի բոլորովին կարող է չենթադրել եվրոինտեգրացիա, վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր է։ Մեզ սահմանափակել են քառակուսի այն մտածելակերպի մեջ, որ պետք է եվրոինտեգրացիա անպայման տեղի ունենա, Հայաստանը մտնի Եվրոմիություն, նոր լինի վիզային ռեժիմի ազատականացում։ Բոլորովին վիզային ռեժիմի ազատականացմանը կարելի է հասնել չմտնելով Եվրոպա, ինչը տեղի ունեցավ օրինակ Վրաստանի պարագայում։ Ես կարծում եմ մենք ունենք ավելի մեծ պոտենցիալ Վրաստանից շատ ավելի լավ աշխատելու եւ հասնելու այդ այսպես կոչված պայմանական բաղձալի երազանքին շատ հայերի։ Բայց այս իշխանության շրջանում դրա հետ հույսեր չեք կապում առանձնապես։ Չեմ կապում, չեմ հավատում, չեմ տեսել 8 տարի շարունակ չենք տեսել մենք այդ պոտենցիալը։ Եվ գեղեցիկ միջոցառումները, հրավառություններով դեռևս չեն ենթադրում, որ դա լավ արտաքին քաղաքականություն վայելու ցուցանիշ է։ Եվ այնուամենայնիվ ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այս գագաթաժողովը եվրոպացի առաջնորդների հետ ջերմ լուսանկարները, Մակրոնի անլուրջ հայտարարությունները, որոնք նա Երևանում արեց, թանկ գնով վաճառել մեր հասարակության վրա, քանի որ գիտենք մարդիկ օրինակ անվտանգային, սոցիալ-տնտեսական ավելի լուրջ խնդիրների մեջ, այսպես ասած, խորամուխ չեն լինում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց նման քարոզչական հնարքները շատ լավ են աշխատում մարդկանց վրա, տեսնում են Մակրոնը Երևան եկավ, Գյումրի, փողոցներում մարդկանց հետ հանդիպեց ու նմանատիպ բաները շատերի գնահատմամբ բարձրացրել են Փաշինյանի վարկանիշը։ Դուք ինչ մոտեցում ունեք այս հարցում։ Ես կարծում եմ, որ այդ գեղեցիկ հրավառություններով լի մակրոնյան քայլերթերը, վազքերը, որ տեղի ունեցան 2-3 օր Հայաստանում եւ Գյումրիում, շատ փոքր եւ նեղ սեգմենտի վրա գուցե կարողանան լավ, այսպես գեղեցիկ ձևով վաճառել, սա ասում եմ վստահաբար հետևելով 4-5 օրյա քարոզարշավային տրամադրություններում, մարզերում։ Եվ դեռևս չեմ մտաբերում մի դեպք, երբ օրինակ մարզերում այս մասին խոսվեր, հակառակը հայ ժողովրդին ավելի շատ հետաքրքրում էին Արցախի հետ կապված հարցերը, հիշում ենք ինչպիսի միջադեպեր եղավ, քաղաքացիները բարձրացնում էին իրենց մտահոգությունները, անվտանգության հետ կապված, սոցիալական խնդիրների հետ կապված, բերքի մթերումների եւ այլն։ Այսինքն առայժմ Հայաստանում հետաքրքրությունների շրջանակը լայն զանգվածների համար հասարակական եղել եւ մնում են սոցիալական խնդիրները, հետեւաբար այս գեղեցիկ միջոցառումները ընդամենը հնարավոր եղավ 2 օր այդպես մեծ PR անել եւ վաճառել շատ փոքր եւ նեղ զանգվածի վրա։ Եւ չեմ կարծում, որ դա որևէ նախընտրական, հետընտրական հետևանքներ կարող է ունենալ քաղաքացիների ավելի մեծ քվեների տեսքով։ Եվ Տիկին Կոստանյան, այսօր մայիսի 12-ն է, 5 տարի առաջ այսօրը ադրբեջանական զինուժը առաջին անգամ ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, որտեղից առ այսօր ոչ միայն չի հեռացել, այլև ավելի է ամրապնդվել, ամրաշինական աշխատանքներ կատարել ու այսպես շարունակ։ Այժմ այս իրողությունների պարագայում մենք որքանով կարող ենք իրական խաղաղության մասին խոսել, երբ մեր պետության ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը օկուպացված է թշնամու կողմից եւ դուք քանի որ այդ օրերին ընդդիմադիր падգամավոր եք ազգային ժողովում, կխնդրեմ նշեք ձեր դիտարկմամբ ինչ սխալներ թույլ տվեց Հայաստանի իշխանությունը այն ժամանակ, որը էլի զբաղված էր նախընտրական քարոզարշավով, ինչն էլ Ադրբեջանին թույլ տվեց մարսել իր արածը, այսպես ասած, եւ հետագայում էլ արդեն նոր տարածքներ օկուպացնել Հայաստանից։
Ոչ միայն 21-ին, 21-ից առաջ եւ 21-ից հետո 22, 23 բարբերաբար Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներ գրավվել են։ Սա ըստ էության այս իշխանության ոչ թե թույլ տված սխալների, արդեն գուցե միտումնավոր պայմանավորվածությունների հետևանք է։ Ես անընդհատ հետևելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, բոլոր քայլերին, նաև իր հռետորաբանությանը հիշում եմ մի շատ կարևոր դրվագ, երբ առաջին անգամ նա եւ Ալիևը հանդիպեցին, չեմ հիշում, որ քաղաքում էր եւ վերելակում միայնակ էին ասել։ Այո։ Եվ դրանից հետո տարատեսակ աղետներ կոտրվեցին մեր գլխին, չի բացառվում, որ ինչ-որ պայմանավորվածություններ են ունեցել, որոնք մինչ օրս իրականացնում են եւ դեռևս իրականացնելու են։ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է ավելի շատ պայքարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդդիմադիրների դեմ, քան փորձել կոտրել օտարերկրյա ադրբեջանական եւ նախագահի մակարդակով վարվող պրոպագանդիստական թեզերը։ Հակառակը նա դրանց տուրք է տալիս։ Հետևաբար ես կարող եմ կասկածի տակ դնել առաջին հերթին Հայաստանի Հանրապետության շահերից գործելու նրա վարած քաղաքականությունը ամբողջովին եւ դրանում հակառակը ոչ ոք չի կարող ապացուցել։ Հետևաբար ես կարծում եմ ընտրություններով որոշվելու արդյոք մենք թույլ ենք տալու Նիկոլ Փաշինյանին հետագայում էլ վարել այնպիսի քաղաքականություն, որը բխելու է թուրքական եւ ադրբեջանական օրակարգերի շահից։ Եվ իմ մոտ օրինակ անձամբ որպես քաղաքացի այն դրվագներ տպավորվել այդ շրջանում, որ երբ եվրոպական եւ առհասարակ համաշխարհային դերակատարները դատապարտում էին Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումները, Նիկոլ Փաշինյանը այդ օրերին ազգային ժողովի ամբիոնից օրինակ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկեց ավելի ճիշտ ձեռքերը հայելային կերպով հետ քաշել, դրանով փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը հակամարտության առարկա դարձեց եւ այդ դատապարտող հայտարարություններն էլ իրենց հերթին դադարեցին։ Ու այս ամենի հանրագումարում Տիկին Կոստանյան հաջորդ իշխանությունը արդեն եթե մեզ հաջողվի դա ձևավորել այնուամենայնիվ ինչ պետք է անի, որպեսզի ադրբեջանական զորքերին դուրս բերի Հայաստանի Հանրապետության տարածքից, հասնի նաև մեր գերիների եւ պատանների հայրենադարձմանը ամենակարևորը ինչ ճանապարհներով։ Հաջորդ իշխանությունը առաջին հերթին պետք է խիզախություն, կամք եւ բավարար համարձակություն ունենա, չվախենալու Ադրբեջանի կողմից եկող սպառնալիքներից։ Ի վերջո Հայաստանի Հանրապետությունը, ես սա ասում եմ հետևելով քարոզարշավային տրամադրություններին, այս մի քանի օրերի ընթացքում, Հայաստանի Հանրապետությունը միայն փորի եւ ուտելիքի մասին չէ։ Հայաստանի Հանրապետությունը անվտանգ եւ արժանապատիվ խաղաղություն ունեցող ապագայով պետք է պատկերացնել։ Եվ այդ ապագան կարելի է կերտել միայն ու միայն փորձելով ուժեղացնել սեփական ռազմական հնարավորությունները, ռազմական պոտենցիալը, որովհետև ծովեր այն կողմ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ երբեք չեն գալու եւ մեզ չեն փրկելու։ Եթե մենք չունեցանք բավարար ուժ մեր ոտքի վրա կանգնելու եւ դիմակայելու թշնամիներին։ Հետևաբար այս խիզախությունն է, որ պետք է առաջին հերթին ունենան ընդդիմադիր ուժերը, ովքեր հավակնում են լինել հաջորդ իշխանությունը եւ բոլորովին չվախենալ մեր ազգային պետական շահը ներկայացնելու աշխարհին, չփորձել ձևակերպել հռետորաբանությունը կառուցել այնպիսի խոսույթի վրա, որ հանկարծ արտաքին ինչ-որ կենտրոններին չվախեցնեն եւ այլն։ Չկա այդպիսի բան։ Քո հետ հաշվի են նստում միայն այն պարագայում, երբ որ հանդես ես գալիս արժանապատիվ եւ քո ազգային շահերը ներկայացնելու դիրքերից։ Երբ որ վախվորում ես, վիզդ եւ մեջքը ծռում ես, բնականաբար քեզ հաշվի չեն առնում, գլխիդ եւ վզակոթիդ տալիս են եւ վերցնում են քո հայրենիքի տարածքները, որոնք ինչ որ ժամանակ տարբեր ազգերի կողմից բնակեցված են եղել, բայց դրանք քո բնորանն են։ Պետությունն էլ հասնում է այս կարգավիճակին ցավոք սրտի։ Շնորհակալ եմ Տիկին Կոստանյան հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայաքվե միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանի հետ։ Կհանդիպենք։